Ազգային ժողովի մեծարգո փոխնախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ եւ շատ սիրելի աշակերտներ։ Այսօր այս դահլիճում կարևոր քննարկում է անցկացվում եւ ինչպես եւ սպասելի էր, ընդդիմությունը նորից ցնցումների մեջ է եւ ցնցումների մեջ է մեկ պարզ պատճառով, ինչպես իմ գործընկեր Տիգին Տիգրանյանը նշեց իր ելույթի ժամանակ, այո, այլևս փաստ է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանություն ձևավորվում է միայն ու բացառապես թափանցիկ արդար ընտրությունների միջոցով, ինչը պատճառ է դարձել, որ այսօր մեր ընդդիմությունը ցայտոյտի մեջ է հայտնվել։ Բայց հարգելիներս ստիպված եք հաշտվել այդ իրականության հետ, որովհետև վերադառնալ անցյալ այլևս չի լինելու, որտեղ դուք կեղծում էիք, նկարում էիք եւ ձեր ցանկացած պատկերն էիք ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին որպես իրականություն։ Միշտ հիշեք, դուք երբեք ընտրված իշխանություն չեք եղել Հայաստանի Հանրապետությունում։ Թագուհի Թովմասյանը պարոն Հովակիմյանին հարց տալու ժամանակ մի միտք հնչեցրեց, որը ինձ համար զավեշտալի է։ Ասում է, վարչապետը թիմով երբ այցելում է մարզեր, պետական միջոցներով արված աշխատանքը ցուցադրում են եւ որակում են որպես սեփական գործունեության արդյունք։ Հարգելի Տիկին Թովմասյան, մենք ունենք կատարած աշխատանք, մեր պարտաճանաչ հարկատու քաղաքացիների հարկերով կատարել ենք հսկայածավալ աշխատանք մեր երկրում եւ այո, դա ներկայացնելու ենք մեր քաղաքացիներին։ Ասեմ ավելին, շատ հաճախ երբեմն ներկայացնելու կարիք չի լինում, որովհետեւ դա այնքան ակնհայտ ու տեսանելի է, որ մեր շատ սիրելի քաղաքացիները ընդհանրապես շնորհակալություն են հայտնում եւ խնդրում են շարունակել նմանատիպ գործելավոճը։ Այստեղ չգիտեմ, սենսացիաներ մի փնտրեք, իզուր ժամանակ մի վատնեք։ Խոսում եք ընդդիմադիր տնօրեններից, ասում եք բոլորը ճնշումների են ենթարկվում եւ այլն եւ այլն։ Ունեք գեթ մեկ ապացույց, որ կարող եք խոսել, նստել աթոռներին եւ կեղծ լուրեր տարածել, հայտարարություններ անել, բոլորը կարող են, բայց դա ծիծաղելի է մեղմ ասած, եւ ես ձեզ խնդրում եմ, ինքներդ ձեզ համար մոնիթորինգ անցկացրեք, ունեք նաեւ ձեր ձեռքի տակ լրատվամիջոց, ունեք այդ հնարավորությունը եւ տեսեք, թե այսօրվա դպրոցներում քանի ընդդիմադիր տնօրեններ եւ ուսուցիչներ կան։ Վախի մթնոլորտից եք խոսում, լուրջ եք ասում, հարգելի հայրենակիցներ։ Մարտի 1, հոկտեմբերի 27 կազմակերպած քաղաքական ուժերի ներկայացուցիչները իրական եւ խաղաղ Հայաստանի խորհրդարանում խոսում են վախի մթնոլորտից։ Սա ինչ է, եթե ոչ զավեշտ։ Այո, եղել է ժամանակաշրջան, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին վախեցել է ձեզնից եւ հենց դա էր պատճառը նաեւ, որ 2018 թվականին այդ նույն քաղաքացիները ձեզ նետեցին ձեր համապատասխան տեղը, որը ել ավելի ամրագրվելու ընդամենը 2 ամիս ավելի կարճ ժամանակ հետո։ Պարոն Դանիելյանը ասում է, որ մեզ համար նշանակություն չունի, թե այս քաղաքացին ում է ընտրել եւ մենք այդ քաղաքացու բարձրացրած հարցի հետևից գնում ենք, անկախ նրանից, թե ինչ քաղաքական հայացքներ ունի տվյալ քաղաքացին։ Պարոն Դանիելյան, կզարմանաք երևի, բայց մեզ համար էլ բնավ նշանակություն չունի, թե մեր շատ սիրելի քաղաքացիները ում են ընտրել եւ հաստատ մենք նման համապատասխան դիրքորոշում կամ կեցվածք չենք ցուցաբերի տվյալ քաղաքացու նկատմամբ։ Ասեմ ավելին, երբ մենք օրենքներ ենք ընդունում ի նպաստ մեր քաղաքացիների, ընդունում ենք բոլոր քաղաքացիների համար, անկախ նրանց քաղաքական հայացքներից, անկախ նրանց կատարած ընտրությունից։ Եթե մենք առողջապահության համընդհանուր ապահովագրության ռեֆորմն ենք իրականացնում մեր երկրում, մենք չենք ստուգում, առաջնային օղակում չեն ստուգում, թե այդ մարդը ինչ քվեարկություն է կատարել, հետո նոր հնարավորություն տալիս օգտվել այդ ռեֆորմից։ Մեր բոլոր տղաները ծառայում են 1 տարի 6 ամիս 2 տարվա փոխարեն, անկախ նրանից, թե նրանց ծնողները ում են ընտրել քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, թե մեկ այլ քաղաքական ուժի։ Սա խնդրում եմ ընդունեք ի գիտություն ու մանիպուլացնել, ներկայացնել դա որպես ձեզ բնորոշ դրական հատկություն, հատկանիշ, մի կողմ թողեք
այնպես որ մեր աշխատանքը, մեր կատարած գործերը եւ որդեգրած ձեռագիրն ու սկզբունքները խոսել են արդեն 6-7 տարի շարունակ իմ ասացի մասին, այնպես որ այստեղ գալ եւ խոսել բնավ տեղին չէ։ Տիկին Կյուրեղյան, դալիճում չեք, բայց վստահ եմ կլսեք, այդ սրտիկներից շատ եք նեղվում, դե բնականաբար այն ինչը դրական մթնոլորտ է ստեղծում երկրում, այն ինչը հավանում աջակցությունն է ստանում մեր քաղաքացիների, ձեզ նյարդայնացնում է եւ նորից եմ նշելու ցնցումների մեջ է գցում, բայց գոնե աշակերտների ներկայությունը պիտի ձեզ զսպեր, որ դուք ձեր միջի մաղձը կարողանայիք ցույց չտալ մեր աշակերտներին, ովքեր ինչպես իմ գործընկերը ասես Տիգրան Պարսիլյանը, որոնց վրա կարող է ձեր նշած բառը, խոսքը, միտքը որևէ հետք թողնել, բայց ես վստահ եմ, որ մեր աշակերտները գիտակցում են այն յուրաքանչյուր խոսքը, որը հնչում է այս դալիճից, եւ իրենք ինքները եւ իրենք կորոշեն, որ խոսքին վերաբերվել արժանահավատ կերպով, որը ոչ ու ասեմ, Տիկին Կյուրեղյան, հենց այս պայն աշակերտները սրտիկներ են ուղարկում մեզ իշխանության ներկայացուցիչներից ի հեճուկս ձեզ։ Դուք նշում եք, Տիկին Կյուրեղյան, ինչի մասին է ընտրությունները եւ ասում եք այս ընտրությունները ազգակործան իշխանությանը հեռացնելու մասին է։ Դուք այս միտքը արտահայտելով հայտնվում եք մեղմ ասած ծիծաղելի իրավիճակում։ Բոլորը քաջ գիտեն, թե ովքեր են եղել ազգակործան իշխանությունները եւ ինչ ձևով են հեռացվել այդ իշխանությունից, որը զավթել էին, որը գողացել էին Հայաստանի Հանրապետության քաղաքացուց։ Չի լինելու այլևս նման բան եւ այդ դեմքի լուրջ եւ մտահոգ արտահայտությամբ, եթե ինչ-որ մտքեր եք արտահայտում, դա չի նշանակում, որ համապատասխանում է իրականությանը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ձեզ լուրջ է վերաբերվում։ Չկա նման բան։ Դուրս եկեք փողոց եւ կտեսնեք, թե ինչ է մտածում եւ ինչ որոշում է կայացնելու Հայաստանի Հանրապետության քաղաքացին ձեր մասին ընդամենը օրեր անց։ Ասում եք, իշխանությունը բռնաճնշումների է գնում նախընտրական շրջանում, օրինակներ եք բերում, Դավիթ Մինասյանի մասին եք խոսում եւ ասում եք, ինչ էր արել այդ տղան, շատ անմեղ դեմքով ասում եք, ինչ էր արել այդ տղան։ Ես շատ չեմ ուզում անդրադառնալ այս թեմային, միայն մի հարց կտամ։ Դուք երբևէ համարձակվել եք Քոչարյան Ռոբերտին ասել, թե ինչու սպանեցիք Պողոս Պողոսյանին, ինչ էր արել այդ մարդը, ընդամենը ասել էր պրիվետ Ռոբ։ Չնայած, եթե համարձակվեք այդ հարցը տալ, չգիտեմ ձեզ հետ ինչ տեղի կունենա։ Եզրափակեմ այսքանով այդ մասը եւ ուզում եմ ձեզ նշել, որ ես ինքս հայ մայր եմ, երկու անչափահաս աղջիկների մայր եմ եւ մի հարց եմ ուզում հնչեցնել ու կցանկանամ հարմար առիթի դեպքում անպայման պատասխանեք։ Եթե ես երբևէ հայտնվեմ նման իրավիճակում իմ սխալ եւ վատ արարքի պատճառով, դուք կգաք այս ամբիոնից նույն լալա հառաջ տեքստը կասեք եւ կպաշտպանեք ինձ որպես հայ մայր։ Նաեւ Տիկին Կյուրեղյան, դուք նշեցիք մի միտք, արտաբերեցիք, ասեցիք հետաքրքիր է մեր ի նկատի ունեք մեզ իշխանություններից, մեր հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է, թե չէ։ Այո, քաղաքացիական պայմանագիր կուսակցության եւ Հայաստանի Հանրապետության գիտակից քաղաքացիների հայրենիքը իրական եւ խաղաղ Հայաստանն է, որին այդ նույն գիտակից քաղաքացին հունիսի 7-ի ընտրություններում տեր է կանգնելու խաղաղությանը։ Դուք գնացեք եւ մտածեք, թե որն է ձեր հայրենիքը եւ ինչ եք անելու դուք հունիսի 7-ից հետո, որովհետեւ քաղաքացիների ապտակը շատ ուժեղ է լինելու եւ շատ երկար տարիներ չեք կարողանալու ուշքի գալ։ Միայն մեկ մտքի հետ եմ համաձայն ձեր հնչեցրած, հետեւյալն է, այո, հունիսի 7-ին պետք է անպայման գնալ ընտրատեղամաս, ակտիվ մասնակցություն ունենալ այս կարևորագույն գործընթացում եւ վերջնականապես ապահովագրել Հայաստանի Հանրապետությունը, իրական եւ խաղաղ Հայաստանը եւս 5 տարի զարգանալու մեր ուղին։ Շնորհակալ եմ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար